Պարոն Ալեքսանյան, Իշխան Սաղաթելյան այսօր հայտարարեց, որ իրավիճակը դահլիճում լարվեց այն բանից հետո, երբ իրենք ցեղասպանության թեմայով նախագծի մասին բարձրաձայնեցին։ Այդպես է թե չէ։ Կատարյալ սուտ է, ուղղակի այն աստիճանի սուտ է, որ չգիտեմ էլ ինչա, ուղղակի լայվը հետ տվեք, նայեք։ Իրանց խմբակցության ներսում երկու հոգի վիճում են, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն անում, ասում է, ոնց որ իրար հետ այդքան էլ հաշտ չեք, նստեք, կանգնեք, նստեք եւ այլն, այս թեմայով բանը։ Իշխան Սաղաթելյանը, որ այս վերջի 5 ամսվա մեջ երևի առաջի անգամ ազգային ժողով էր եկել, տեղից ինչ որ իրավիճակը լարում է, ու հետո sense մամուլով վերնագրեր է գնում սինխրոնացված ընդդիմադիր, կեղծ վերնագրեր, թե իբր ցեղասպանության ուրացման բանաձևով եւ այլն, տենց նախագիծ են իրանք, մեկ նախագիծը որ բերեն իրանք են դատվելու առաջին հերթին։ Էդ էլ ասեմ էլի, որ հանկարծ հարց չմնա, իրանք են դատվելու, որտեվ բա իհարկե դաշնակցությունը ու հանրապետականը, բա որտեվ իրանք իշխանության ժամանակ է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ փոխնախագահն էր, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը իրենց խնդրել է, որպեսզի ցեղասպանությունը չճանաչեն, եթե ուրացում եք ուզում, պոզով պոչով կենթանի չի, այդ ուրացումը իրանք շարքերում է, իրանք մտքերում է, իրանք սրտերում է, ցեղասպանության տենց ուրացողների թոփ 5-ը ու 10-ը հանրապետականի ու դաշնակցության թոփ 5-ն ու 10-ն է որպես այդպեսին։ Այսինքն ու նաև շատ սինխրոնացված մամուլով այդ վերնագրերը, թե իբր այս թեմայով օրինագիծ կար ու դրանով էր պայմանավորված, միանգամից վարկյանական ձևով Դե ես էլ կարծում ցեղասպանություն ուրացողները նախկին ժամանակով չեն լինում ու իրանք կշարունակեն ցեղասպանությունը ուրանալ նաև ապագայում, բայց այնուամենայնիվ Պարոն Ալեքսանյան, բայց տեղական ժամանակի այս խոսույթը կա, այսինքն իրենք էլ ձեզ են մեղադրում, որ Դե իրանք շատ բան են անում, հիմա կա փաստ ու կա իրանք ասածը, որը փաստ լինելուց բավականին հեռու է։ Փաստը Ջո Բայդենի հայտնի է տեսանյութն է, որտեղ ամերիկահայ երիտասարդը մոտենում է, ասում է, ես հայ եմ, ցեղասպանություն, અને ասում է, մի վարքյան, այդ ժամանակ դեռ բավականին ավյունով լեցուն էր պարոն Բայդենը ու ասում է, ձեր նախագահը ինձ խնդրել է որպեսի ես չճանաչեմ, մենք չճանաչենք ցեղասպանությունը, որտեվ դա կխանգարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Մեր իշխանության ժամանակ, ուզում եմ ֆիքսել, մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահներին ոչ մեկը այդպես բան չի խնդրել, ու եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանությունը։ Բայց ինչի Արարատ Միրզոյանը այդ դեպքում ասում, որ հայ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Այո, մեր առաջնահերթություն, ճիշտ է, ասա, բացատրեմ, ինչ նշանակում առաջնահերթություն։ Առաջնահերթություն նշանակում Չէ, ես թույլ տվեք իմ մեկնաբանությունը տամ, դուք հետո եթե դիտարկում ունենաք, խնդրեմ։ Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրապետության ներկայացուցիչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է։ Այսինքն գնում ես, ասում ես, ճանաչեք ցեղասպանություն։ Հիմա օրինակ մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք, Ֆրանսիայի մեր ներկայացուցիչների հետ, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ մեզ ինչ զենք կծախեք, հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Մետո երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք մեզ ինչ զենք կծախեք, հարկելի, չէ, մի վարքյան։ Որ պետք է միջազգայինորեն ճանաչել։ Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի դա։ Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանության։ Այո, բայց այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պնդել, որ Սերժ Սարգսյան օրինակ նման բան ասել, Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանը, չէ, մի վարքյան։ Դե հիմա մի վարքյան, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրանք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Բայց այս ընդդիմության մասով այս մի թեման բաց մնացել է, այս կներեք, որ ասում են, թե դրա պատճառով լարվեց, սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվության գնալը, որ ուղիղ հակասմողակի լայվը բացեք, նայեք, տեսեք ինչից են խոսում այդ բանից առաջ, միջադեպից առաջ, ու տեսեք ինչա վարկյանական ուղղակի ռուսական մամուլը վերցրեց։ Ես տենց արագությամբ որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հիշում։ Բայց Տելեգրամյան հետ կապված Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում հայտարարեց, դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղ ունեցել, ինչ է զոհերի թվի հաշվարկ եք անում ինչ որ պահի։ Ով էր անում։ Ինչն է կասկածի տակ։ Զոհերի թիվը Ով ասեց կասկածի տակ, ով է կասկածի տակ դրել։ Դեռ ասում է դեռ պետք է հասկանանք ինչ։ Դե պետք է հասկանանք ինչպես է։ Օրինակ դուք չեք ուզում մենք հասկանանք թե ոնց է տեղի ունեցել։ Չէ, օրինակ, չէ, ամբողջությամբ չի տվել, օրինակ պետք է հասկանալ երիտթ թուրքերը ոնց եկան իշխանության։ Այս իմ կարծիքն եմ ասում, ինչ ասում, հանկարծ չվերագրեք ինչ որ մեկ։ Իմ կարծիքն եմ ասում, իմ ընկալման պետք է հասկանալ երիտթ թուրքերը ոնց եկան իշխանության։ Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթ թուրքերին գալ իշխանության։ Ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ։ Մեծ կապ ունի, պետք է հասկանալ մեր պատմությունն է, չէ, ժողովուրդ ջան։ Ոնց ինչ կապ ունի։ Թե ինչ իշխանություն վերեց դաշնակցությունը։ Դուք չգիտեք, ձեր համար նորություն է։
Ձեր համար նորություն է դա։ Դե տեսեք, հետո էլ ասում եք, օգնեց, չեմ ասում ամբողջությամբ ինքը արեց, բայց միանշանակ է որ օգնեց, բայց իմ համար զարմանալի չի, որ չգիտեք, հենց դրա համար եմ ասում, պետքա ուսումնասիրենք ու խոսենք այդ մասին, որտեվ այո, դաշնակցությունը եղել է երիտթուրքերի, կարելի ասել կոալիցիոն գործընկեր։ Դաշնակցությունն է եղել այն ուժը հայկական Հայաստանի ներսից, հայերի ներսից այն ուժը, որը որ օգնել, աջակցել է երիտթուրքերին, Օսմանյան Թուրքիայում հասնել։ Դա ինչ է տալու, պարոն Ալեքսանյան, Ես դա բացահայտեցիք, դա ինչ է տալու։ Ժորժը մեր պատմություն չէ, մեր որ ուզենայինք ասեցնել, վաղուց կասեցնենք, չէ, ընդհանրապես պետք չի կասեցնել, ով ասում պետք է կասեցնել։ Դուք երբ արեցիք ստանձնել Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։ Ես առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ նաև որոշակի առումով զբաղվելու գործառույթներ ու լիազորություններ ունեմ, որը ստանձնել եմ ազգային ժողով։ Դե հիմա Վարդան Ղուկասյան, իհարկե։ Մարդը ասում է, որ Սերժ Սարգսյանը ուզում է իրան ու իր ընտանիքի նկատմամբ մահափորձ, բայց չանհանգստանամ։ Ոնց չի ասում։ Ուղիղ անուն չի։ Ասում է, ուղիղ բիջե։ Հիմա որ միացնեմ, ներողություն կխնդրեք, դե ոնց չէ, դե որ չէ, ուրեմն չէ։ Ծոցագրպանում հեռախոս եմ պահում, հեռախոսում կա նաև հեռախոս։ Դե հենց հիմա չէ, կարամ ուղղակի սրճ անեմ։ Հեռախոսումը ցավոք սրտի կան նաև ընդդիմադիր լրատվականների մի շարք էջը։ Իրավական կառույցները պաշտպանությունը ստանձնելու են Գյումրու քաղաքում։ Ես հույս ունեմ, որ այո։ Մի վարքան։ SMS ստացեք։ Բայց դուք եք Վարդան Ղուկասյանի թալանչի, մարտասպան։ Ասում եք իր տեղը բան։ Դե եւ հիմա ամեն մի թալանչու պետքա սպանել կամ ընտանիքին պետքա սպանել։ Ժողովուրդ ջան, ես ինչ եք ասում։ Ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետություն։ Ես չգիտեմ, մարդը հրապարակային հայտարարություն անում, կարծում եմ դա պետքա հետ, բայց 7 տարին ինչ կապ ունի, մի ամսվա հայտարարություն է, ժողովուրդ ջան։ Դե հիմա ես ինչ անեմ, որ նոր անեմ։ Մի վարքյան հեսա ես կփորձեմ գտնել, բայց վստահ եմ, որ դուք եք կգտնեք, եթե ուզենա։ Վայ։ Ժողովուրդ, տնից եք ասում ոնց որ թե բաներ, ես էի Վարդան Ղուկասյանի, հրապարակ օրաթերթը ինձ նենց է բաներ անում, ոնց որ դուք չէիք հարգել հրապարակ օրաթերթ, որ գրել եք ընտրություններից առաջ ԿՊ-ի ներքին հարցումներով Սալիկ Մինասյանը 4-րդն։ Երբեք չի ունեցել ԿՊ-ն ներքին հարցում, որից Սալիկ Մինասյանը չլինի առաջինը։ Դե ինչ։ Ինչը տեսակ 17000 ռեկորդային ձայնը տեսակ ով է 4-րդը։ Ասենք ակնհայտ ֆեյքը տպել եք, մի հատ էլ ասում եք բան։ Ու պրիտոմ ԿՊ-ի ներքին հարցումներով չեք գրել, օրինակ Դաշնակցության ներքին հարցումներով։ Այդ ձայները գիտենք ինչպես են հավաքվել։ Ինչպես են հավաքվել։ Ինչ վարչական ռեսուրս։ Մի օրինակ, որ ծերանոցի ծերերին ստիպողաբար տանում էին Մարտուն Գրիգորյանի համար քվեարկելու։ Այո, այդ ծերերը Մարտուն Գրիգորյանի համար մասնակցում են ու ՀԺ-ից Հերմինեներ, չէ՞ որ լուսաբանեց, այո, ձեր գործընկեր լրագրողն է գնաց այդ ծերերին հարցրեց, ասեց, ձեզ ում են ասել որ քվեարկեք ու այդ ծերը ասեց որ Մարտուն Գրիգորյանին է։ Տեղեկություններ կան, որ Վիվարոյի վիկենի միջոցով ինչ-որ ընտրակաշարքի մեխանիզմ է։ Մամուլի սոցցանցերում այդ տեղեկությունները։ Սոցցանցերում չի, չէ, եկեք ճշմարտությունը ասենք, ընդդիմադիր ամենա հետաքրքիր ֆեյքերից մեկը, որը հիմա վերանվանվել է, կարծեմ այդ ֆեյքը վարելու համար ժամանակին մի քանի հոգի ձերբակալվել էր, եթե չեք հիշում, ես ձեզ կարամ հիշեցնեմ, եթե չեմ սխալվում, Սաղաթելյան Արիկենք էին ձերբակալվել այդ կոնկրետ այդ ֆեյքը վարելու համար, հիմա այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է, ես ուրիշ ֆեյք էր, հիմա կարծում եմ իմ տպավորությամբ այդ ֆեյքը ուղղակի անվանափոխվել է ու նույն մարդիկ են իմ ընկալմամբ վարում, ովքեր այն անգամ գուցե չբացահայտվեցին ու այդ կոնկրետ ֆեյքը, որ ԿՊ-ն ընտրակաշարք է բաժանում, 1000 ներողություն էլի։ 1000 ներողություն, այդ կատարյալ աբսուրդ է ուղղակի։ Մի բերեք բան արեք, մարդկանց բան գցեք։ Եթե ինչ որ մեկը տենց պնդում է անում մարդ իր դեմքով, ով պատրաստ է այդ պնդումը անի իր դեմքով, ով պատրաստ է ակնարկում, ասում կա մարդ, ով այդ պնդումը կանի, մենք իր հետ կգնանք դատարան ու կապացուցենք։ Պարոն Ալեքսանյան, համաձայնեք, որ այսինքն հիմա ես ասում եմ հրապարակ օրաթերթն է, դե հիմա բա կարող է հրապարակ օրաթերթն է իրականում Վիվարոյի հաշիվներով գումար լիցքավորել, որ Վարդան Ղուկասյանին ընտրեն։ Դե բայց ասում եք դժվար է ապացուցել, ասում եմ թող ինչ որ մեկ այդ պնդումը անի, որ մենք է բան անենք։ Հիմա ո՞նց ենք մենք ապացուցում, որ Կարեն Սիմոնյանի թիմը ընտրակաշարք է բաժանել։ Զապիսներով մարդիկ բերան, ասում են
փող կֆրա, մեզի նենց այնպես մարդիկ են Մյուսները չունեն, հիմա ասենք ինձ տեխնացիներ։ Ժողովուրդ ջան, մեզ ընտրակաշարք բաժանելու մեջ մեղադրելը աշխարհի ամենավերջին ամբարոյականությունն է, որտեղ մենք երբեք կյանքի եւ ոչ մի պարագայում մեզ թույլ չենք տվել եւ թույլ չենք տա ընտրակաշարք բաժանել, որտեղ մենք ունենք արժե համակարգային խիստ տարանջատում, թե Վարդանիկից, որ ընտրողներին ինչ քֆուր ասես տալիս էր այդ զապիսներով հայտնի, թե այս Քոչարյանական մյուս խմբավորումից Կարեն Սիմոնյանի ձեռամբ գործող, որը որ մարդկանց ասում էր մեզ համար կարևոր չէ թե ինչ ում են իրանց այնց մարդիկ են մեզ պետք որ կարևոր չի թե ում կուզենան այնքան որ իրանց փող տա որ գախտնալսեն ինչ կգտնեն որ գախտնալսեն այդ մարդկանց հասցեին փող բաժանող մարդկանց հասցեին մենակ մի 10 հարգանի հայհոյան կարող է գտնեն ուրիշ բան չեն կարող գտնել միանշանակ եմ ձեզ պնդում ուրիշ բան չեն կարող գտնել այդ փող բաժանած ընտրողների նկատմամբ հայհոյանքներ կիրառած Եվ որ իշխանություն չլինի, ինչ, Փայլակ ջան, անկեղծ դուք Գյումրեցի եք, դուք Գյումրուց եք, չէ՞։ Դե թող լինեն, թող հայտնվեն։ Ես ընդհանրապես դեմ չեմ։ Դուք Գյումրեցի եք։ Դուք լսել եք որևիցե Գյումրեցուց նման բան, որ ԿՊ-ն կաշառք բաժանը։ Շնորհակալություն ազնվության համար, ուրիշ բան չեմ ասում։ Պարոն Ալեքսանյան, Տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվում, որ ընդդիմությունը պատրաստում է այսպես քաոսային իրավիճակ ու նաև տեղեկատվական դաշտում։ Այսօրվա դեպքերը ազգային ժողովում կարող ենթադրել, որ դրա նախերգա։ Ենթադրաբար շատ միանշանակ երեք այդ հրապարակումը եղավ մամուլում, որ նմանատիպ բան է նախապատրաստում, այսօր սինխրոնացված կերպով ազգային ժողովում լարեցին ու սրեցին իրավիճակը, նույնը փորձեցին անել նաև Երևանի քաղաքապետարանում ու լրիվ ակնհայտ է, որ այս ուղղությամբ քայլեր են ինչ-որ ձեռնարկում։ Տելեգրամյան ալիքներից մեկը արտատպել էին մյուս լրատվամիջոցները։ Եվ նաև Իսկ առաջ Չգիտեմ ինչքանով իշխանական, ինչքանով չէ, ինչքան ես եմ։ Տելեգրամյան ալիքներում Եթե չեմ սխալվում, Բաղրամյան 26-ներ գրել։ Բանը այն խիստ տարբերվում է այդ ալիքը մյուս տելեգրամյան ալիքներից, օրինակ այն մի հատ ինչ կար, այն որ նախընտրական շրջանում բոլոր ընդդիմադիր լրատվականները անխտիր ցիտում էին, այն ինչ էր մեդիա, չէ, ինչ է Մեդիապորտ, այն որ բացարձակ սատերի տեզերքի չեմպիոն էր ուղակի, հա դե չկա, բայց նկատեմ խիստ տարբերվում է օրինակ այդ ընդդիմադիր լրատվականներից ցիտած տելեգրամյան ալիքներից դրանով, որ սովորաբար արժանահավատ տեղեկատվություններ ա տպում։ Որ իշխանապետության Չէ, որ բացարձակ ճշմարտություններ է սովորաբար տպում։ Զուտ մեդիապորտը հիշում եք ժողովուրդ ջան, ձեր բոլորի լրատվականները համարյա արտատպում էին մեդիապորտ։ Դուք հիշում եք ինչ ստեր էր տպվում այնտեղ։ Ու հիմա բան է կանում, թե բա իշխանական։ Հա, իշխանական։ Եթե իշխանական էլ լինի, եթե իշխանամերձել լինի, այդ վատ բան չի լրատվականի հասցեին։ Ձեզ անկեղծ եմ ասում, որտեվ իշխանամերձ լրատվականները մեդիապորտ չեն արտատպել։